Պարոն Խզմալյան, Սասնա ծռերի գործունեությունից հանձնվելուց կարելի ասել 2 ամիս է անցել, Վարուժան Ավետիսյանը հոդվածով հանդես եկավ, պարզաբանելով իր վերջին արտահայտությունը ապագաղութացման հետ կապված, թե մեզ մոտ տպավորություն էր, որ նրանք սկսում են ապագաղութացման պայքար Ռուսաստանից, ապա Ավետիսյանը հստակեցնում է, որ նաև արևմուտքից է այդ ապագաղութացումը, որովհետև ճիշտ է ոչ համարժեք, բայց արևմուտքն էլ է փորձում նման դեր ստանձնել Հայաստանի մասով, կա արդյոք իսկապես նման պարտադրանք արևմուտքի կողմից, գաղութացում արևմուտքի կողմից Հայաստանին է, թե հաշվի առնենք, որ Հայաստանը իր բոլոր համագործակցության հնարավոր ոլորտները արդեն կապել է Ռուսաստանի հետ, անգամ իր կամքին հակառակ։ Նախ Վարուժան Ավետիսյանը արտահայտեց շատ կարևոր մի գաղափար եւ պետք է հիշել, որ այդ գաղափարը բավական տարբերվում էր այն պահանջներից, որով խումբը մտավ ՊՊՑ եւ սկսեց ապստամբությունը։ Դա բոլորովին այլ մակարդակի, այլ գաղափարախոսության պահանջներ էր, այսինքն հուլիսի 17-ի եւ հուլիսի 29-ի արանքում տեղի ունեցան ըստ երևույթի որոշակի փոփոխություններ, ներքին քաղաքական, գաղափարական, մոտորումներ եղան, խորումներ եւ ինձ համար նախ պարզ չէ, արդյոք դա Վարուժանի անձնական կարծիքն է, թե նա ներկայացնում է հիմա մի ամբողջ շարժում, բան այն է, որ ես ժամանակին տարիներ առաջ մտերիմ էի եւ մաս էի կազմում այդ շարժմանը, երբ որ դա դեռ նախախորհրդարան էր, այլ ոչ թե հիմնադիր խորհրդարան, եւ գիտեմ, որ Վարուժանը, ասենք այսպես, միակ գաղափարախոսը չէր եւ ընդհանրապես այնտեղ կային մարդիկ, որոնք ավելի շատ դեր ունեին եւ ավելի ծանրակշիռ կարծիքներ էին հայտնում, այդպես որ շատ ոգևորված լինելով Վարուժանի այդ հայտարարությամբ ես դեռ հուլիսի 29-ին ուզում էի հասկանալ, արդյոք ինչ-որ բան փոխվել է։ Հետագա իրադարձությունները ապացուցեցին, որ դա ավելի շատ անձնական կարծիք է, որովհետև եւ Ալեկ Ենիգոմշյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարություններում եւ Գարեգին Չուքազյանի, երբ որ նա որոշ հայտարարություններ այնուամենայնիվ ընդհատակից անում էր, մենք չտեսանք ամենակարևոր ինձ համար գոնե, ես չտեսա ամենակարևոր հարցադրումներ, պահանջում է արդյոք շարժումը, պահանջում է արդյոք հասարակությունը, որը այն մասը, որը պատրաստ է գնալ այդ շարժման հետևից, Հայաստանի հրաժարումը ԵԱՏՄ-ից, ռուսական այդ մոդելից, թե ոչ, որտեղ է գնում Հայաստանը ըստ դրա, տեսնում են տղաները, տեսնում են այդ գաղափարախոսները Հայաստանի տեղը Եվրոպական միությունում, ՆԱՏՕ-ում, թե ոչ։ Ինձ համար դա կարևորագույն հարցեր են, որոնց պատասխանը ես դեռ չստացա։ Ես հասկանում եմ, որ Վարուժանը կարող է որոշակի վերապահումներով արտահայտվի եւ դեռ Սասնա ծռերի աջակից խմբի քննարկումներին մասնակցելով, գոնե առաջինին, ես լսում էի ինձ շատ զարմացրած կարծիքներ, իբրև թե ժողովուրդը դեռ պատրաստ չէ նման կոչերին, երբ որ ես ուղղակի պահանջեցի, որ դա հուլիսի 25-ն էր, կարծեմ 24-ը թե 25-ը խորենացու առաջի հավաքից առաջ, ժամեր առաջ, երբ ես ասացի, որ պետք է դնել այդ հարցը, ապագաղութացում, ռուսական իմպերիալիզմի դեմ պայքար, ազգային ազատագրական եւ այլն, եւ ինձ ասացին, որ դու խոսք չես ստանալու, որովհետեւ ժողովուրդը նման բաների պատրաստ չէ։ Երբ որ օրերը անց նույնը ասեց Վարուժանը, պարզվեց, որ դա որոշակի պարակտում մտցրեց այդ խմբի մեջ եւ այդ խումբը վերջի ես նկատի ունեմ աջակցող խումբը պարակտվեց, փոշիացավ եւ մինչեւ հիմա գտնվում է բավական անհստակ իրավիճակում։ Մենք տեսնում ենք ով է այդ կազմի մեջ մտնում եւ կարող ենք դատողություններ կազմել։ Ուստի
Եթե մենք խոսում ենք միայն վարուժանի արտահայտած մտքերի մասին, դա մի հարց է։ Եթե մենք խոսում ենք հասարակության առաջարկած մի ծրագրի մասին, դա այլ հարց է։ Ես հիմա կարծում եմ, որ խոսքը դեռևս առաջին տարբերակի մասին է, իսկ վարուժանի մասնավոր կարծիքը դա վարուժանի մասնավոր կարծիքն է, որը ես մեծ մասով կիսում եմ, բայց դիտել դա որպես քաղաքական պլատֆորմ ես դա չեմ տեսնում, որովհետև կրկնում եմ, պատասխաններ չկան ամենակարևոր հարցերի ինձ համար, վերաբերմունքը Ռուսաստանի, ընդեպ այո ասված է վարուժանի կողմից շատ հստակ, արդյոք դա կիսում են մնացածները, չգիտեմ։ Պարոն Խզմալյան, ընդհանրապես այս իրադարձություններից հետո Սասնա ծռերի գործունեությունից Հայաստան-Եվրոպա հարաբերությունները, Հայաստան-Արևմուտք հարաբերությունները ինչ փուլով կարող են ընթանալ։ Մենք գիտենք, որ վերսկսվել էին բանակցությունները դեռ նախորդ տարվա սկզբին Հայաստանի եւ Եվրամիության միջև։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ շուտով պատրաստ կլինի նորից փաստաթուղթը։ Մենք անընդհատ իհարկե լսում ենք այդ մասին, բայց այդպես էլ պատրաստի մի փաստաթուղթ ստորագրված տարբերակով չենք տեսնում։ Առհասարակ ուզում եմ անդրադառնալ այդ բանակցությունների ընթացքին Հայաստանի Եվրամիության միջև եւ մասնավորապես այդ բանակցությունները վարում է Էդվարդ Նալբանդյանը, մարտով օրեր առաջ Վլադիմիր Պուտինի կողմից մեդալ ստացավ։ Այն դեպքում, երբ Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունները նման լարված իրավիճակում են եւ մենք մեդալ ենք ստանում մի երկրից մյուսի հետ ուզում ենք հարաբերություններ խորացնել, եւ քաղաքականությունը դեռ աշխատող տարբերակ է։ Տեսեք, բարեմ, դուք ինքներդ պաստորեն ձեր հարցի մեջ դրեցիք երկրորդ հարցը։ Ես փորձեմ հստակեցնել եւ այսպես ասել, երբ որ մենք ասում ենք Հայաստանի հարաբերությունները որևէ երկրի հետ, Ռուսաստան լինի դա Եվրոպա թե Զիմբաբվե, ինչ Հայաստանի մասին ենք մենք խոսում։ Բանն այն է, որ մենք որպես պետություն իր կայացած պետականությամբ, պետական իշխանական ինստիտուտներով չենք կայացել։ Մենք չենք կարող պնդել, որ օրենսդիր մարմիններ ունենք անկախ դատական մարմիններ ունենք, անկախ գործադիր ոչ։ Մենք բոլորս գիտենք, որ մենք ավելի շատ, եթե ոչ բռնապետություն ենք դասական, ապա շատ կոշտ ավտորիտար երկիր ենք, որտեղ ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանից։ Այսինքն, եթե Սերժ Սարգսյանին 3 տարի առաջ կանչեցին եւ մի գիշերվա մեջ փոխեցին նրա վրա ճնշում գործադրելով, նրա վրա, ոչ թե Հայաստանի վրա, մի երկրի ամբողջ քաղաքական ընթացքը, ապա դա նշանակում է, որ մենք երկիր չենք։ Եթե դա Սերժ Սարգսյանի անձնական բոստանն է, եկեք խոսենք այդ մասին։ Այդպես որ ես ճիշտ ասած պատրաստ չեմ որևէ հարցի պատասխանել լուրջ դեմքով, ասելով որ այո Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի կամ Եվրոպայի հետ կրում են այսպիսի, դա Սերժ Սարգսյանի ցավոք սրտի միմիայն Սերժ Սարգսյանի չեմ ասի տրամադրությունները, որովհետև հասկանում եմ ինչ բեռի տակ է այդ մարդը, ինչ տեղեկատվական բեռի տակ է նա, ինչ ընտրություններ է նա ստիպված կատարում, բայց դա իր մեղքն է։ Նա բերեց իրավիճակը հասցրեց այն վիճակի, երբ որ ամեն ինչ կախված է նրանից, եւ դա շատ վատ իրավիճակ է Հայաստանի համար։ Ես կրկնում եմ 2008 թվականի մարտին չի արդեն ապրիլին մարտի 1-ից հետո ես առիթ ունեցա ասել նրան պարոն վարչապետ, նա դեռ վարչապետ էր, թեև արդեն ընտրված ճակերտներում նախագահ, ես իրեն ասացի դուք շատ խոցելի եք հիմա դարձել եւ դա դարձնում է շատ խոցելի մեր ողջ երկիրը։ Ոչ մի բան այդ առումով չի փոխվել եւ որևէ հարաբերություններ որևէ քաղաքականություն, որևէ գաղափարախոսություն Հայաստանում չի ներկայացնի Հայաստանը, մինչդեռ մենք չկառուցենք իրավական պետություն։ Այդ պետությունը մենք կարող ենք կառուցել իմ խորին համոզմամբ միմիայն Եվրոասոցիացիան ճանապարհին, մերձենալով եվրոպական քաղաքակրթությանը։ Ուրիշ ճանապարհ չկա։ Ուրիշ ճանապարհով մենք ընթացել ենք տասնամյակներ, դարից մոտավորապես 1 դար եւ հայտնվել ենք այնտեղ, որտեղ հիմա հայտնվել ենք։
Բայց մենք մերձենում ենք Եվրոպայի հետ հիմա այս իրավիճակում, ունենք այդ հնարավորությունը։ Եվրոպան ճիշտ է, սկզբում նշում էր, որ մենք անվստահելի գործընկեր ենք, տարբեր չինովնիկների կողմից լսում էինք դա, բայց ինչ որ հնարավորություն ստեղծվեց այս նոր փաստաթղթով։ Որքան էլ որ տնտեսական բաղադրիչ համագործակցության այստեղ բացակայում է, քաղաքական ինչ որ գործակցության մասեր կան։ Ստացվում է ասոցիացիան համաձայնագրի կարծես քաղաքական հատվածը, այդպես են նշում ամեն դեպքում, ամբողջությամբ պահպանվել է։ Մենք գոնե կարող ենք այս իրա շուրջ քայլեր կատարել, թե օրինակ այս ընտրական օրենսգրքի ձախողումը, ընդհանրապես մեր ոստիկանության գործունեությունը եւ այլն, նույնիսկ դա կարող են ետ մղել օրինակ Եվրոպային շարունակելու։ Էլի ենք գալիս նրան, որ ցավոք սրտի չափազանց շատ է կախված մեկ մարդուց, բայց ես նրանցից եմ, ով տեսնում է գոնե ապրիլի ողբերգությունից, ապրիլյան ողբերգությունից հետո, այդ փոքր պատերազմից հետո ակնհայտ ապացույցներ նրա, որ այո, Հայաստանի իշխանությունը, եթե փակագծերում գրենք Սերժ Սարգսյան ոչինչ չի փոխվի, գիտակցում է իրավիճակը եւ փորձում է քայլեր կատարել ճիշտ ուղղությամբ, դա շատ վատ է ստացվում կամ չի ստացվում երբեմն, բայց ինչ որ բաներ արվում են եւ դա նշանակում է, որ իշխանության մեջ կա լուրջ ճեղքվածք, պառակտում, այսպես կոչված վերնախավը պառակտված է եւ խոճապի մեջ է, որովհետեւ այդ ճակերտավոր վերնախավի մեծ մասը ֆինանսապես մտավոր առումով նրանց խառնվածքով, արժեհամակարգով, բայց նախ եւ առաջ իհարկե նյութական պատճառներով կապված է ռուսական կապիտալի, ռուսական իմպերիալիզմի հետ, որը թույլ տվեց նրանց վարվել այնպես, ինչպես վարվում են վերջի տասնամյակներին Հայաստանում։ Կարծես թե մեզ սպասվում է բավական լուրջ ներքին պայքար կառավարության մեջ, իշխանությունների տարբեր պայմանական ճյուղերի մեջ, որովհետև հիմա սկսում է շոշափվել ամենակարևոր հարցը, սեփականության հարցը։ Ցանկացած հեղափոխություն լուծում է մեկ հարց հիմնականում, դա սեփականության հարցն է, եւ սեփականության հարցը հիմա դրված է հարցականի տակ։ Ում է պատկանելու Հայաստանը ոչ միայն որպես երկիր, այլ որպես տնտեսություն, որպես տարածք, որպես ներուժ, որպես այն ամենը, ինչ կարելի է, ինչ պետք է եւ ինչի վերջո իրականացվի Հայաստանում։ Հայաստանի հասարակությանը, թե էլի մի քանի նշանակված Մոսկվայից խաժամուժի ներկայացուցիչներին։ Հիմա ամեն ինչ գնում է առաջի սցենարով, բայց շատ դանդաղ, դա չի լինի հեշտ, դա չի լինի առանց բախումների, չգիտեմ, կլինի դա կբերի դա արյուն թե չէ, դա էլ է շատ հնարավոր եւ մեր առաջիկա քաղաքական կյանքը եւ օրակարգը լինելու է հենց դա, սեփականության փոփոխություն Հայաստանում, որը կապված է քաղաքական օրակարգի փոփոխության։ Մենք, եթե շատ կոպիտ ասենք, եթե շատ ցինիկ, տերը փոխվել է։ Շատերը դեռ դա չեն հասկանում, բայց Ռուսաստանը կորցնում է ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե կորցնում է լծակները, կորցնում է հնարավորությունները, ուժերը, ազդեցությունը։ Եվրոպան դեռ որևէ շարժում չի անում, սպասում է, որովհետև ուզում է, որ դա գա մեզնից։ Այդպիսին է Եվրոպան, այդպիսին է քաղաքակրթությունը, այդպիսին է ազնիվ մարդը կամ ազնիվ կինը, նա չի անի այդ քայլը առաջին, նա ուզում է, որ մենք դա անենք անկեղծ։ Որքանով է անկեղծ մեր հասարակությունը, դժվար է ասել, մեր մեջ այդ պառակտումը, որը կա իշխանության մեջ, կա ամենտեղ, որովհետև մենք նույնն ենք, եւ ընդդիմությունն է նույնը, եւ նրանք նույնն են, մենք բոլորս նույնն ենք։ Պետք է ուղղակի իշխանության գա իրական վերնախավը, ոչ թե խաժամուժը, ոչ թե բացասական սելեկցիայի միջոցով, այլ պետք է գան իսկապես երիտասարդ, կրթված, ազնիվ քաղաքացիները, որոնք ընդամենը մի պայման են կատարում, նրանց անձնական շահերը համընկնում են պետական շահերի հետ։